Ընտրությունները շարունակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով առավոտյան 11-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների գրեթե 14.5%-ը։ Հիշեցնեմ, որ վերջին շրջանում հետազոտական կենտրոնների հարցումները վկայում են բավականին բարձր մասնակցության մասին, ակնկալվում է բարձր մասնակցություն։ 2018 թվականի հեղափոխությունից հետո սրանք առաջին հերթական խորհրդարանական ընտրություններն են, մասնակցում է 16 կուսակցություն եւ կուսակցությունների 2 դաշինք, հասկանանք, թե ինչպես է գնում գործընթացը 948 ընտրատեղամասում։ Եթե մարդը գրիչով ոչ մի բանով չի նշում, որ դա է իրեն թուղթը, որ ծրարը բացեն, մենք ոնց հասկանանք մեր քվեաթերթիկն է հաշվելու, թե հենց մի ուրիշ տուփից վերցնելու են դնեն։ Ինչ իմանանք, որ ընթացքը նկարահանվում է վստահված անձանց ներկայությամբ։ Հույսով եմ երկիրը նորմալանա վերջի վերջո, մարդիկ հույս ունեն։ Բայց արդեն հույսը շուտվանից մարել է, բայց դե փորձում ենք էլի։ Արդեն ահագին մարդիկ քվեարկում են, ոնց որ գնում են մարդիկ էլ, ինչ որ չգիտեմ, հավատքով գնում են, տեսնենք ինչ կլինի։ Արջ մեկնաբանություն էլի այսօր ընտրություններից ինչ եք ակնկալում, ինչու եք եկել, որ ինչ լինի։ Որ անկախությունը պահպանվի։ Եկել եմ խաղաղ Հայաստան ունենալու համար։ Իսկ ինչ եք կարծում ձեր տեխնացուն հաջող։ Այո, իմ տեխնացուն հաջողություն ունենալու է ու խաղաղություն բերելու այս մեր խեղճ երկրին։ Ես սեռընտահ եմ։ Ես սպասում եմ, ակնկալիքներ ունեմ, բայց չեմ արտահայտում։ Ինչպիսի Հայաստան եք ուզում։ Շատ լավ, ամերաշ, գեղեցիկ, զարգացած։ Հզոր, բարգավաճ, ուժեղ, խաղաղ։ Ձեզ